Հայաստանի Եվրամիության հետ քաղաքական ակտիվացումը ավելի շատ PR տեսանկյունից պետք է դիտարկել, որտեղ Փաշինյանի կառավարությունը բավականին ակտիվ խորացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինքը բռնում է Արցախի թեման դուրս է հանում հասարակությունից, Ռուսաստանի մեղավորությունն էլ հետնա դուրս հանում է։ Նիկոլ Փաշինյանը, որը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը, ընդդիմության հետ բանավեճը իջեցրել է կենցաղայինից էլ ցածր մակարդակ, այսինքն որն է լավ մարդը սխալ ինչ-որ բառ արտասանի, թե վարժ ասի, որ Արցախը Ադրբեջան է։ Սյունիքի բնակչությունը Նիկոլ Փաշինյանի օրոք նվազել է 20,000-ով։ 20,000-ը դա Գորիսի բնակչությունն է։ Դուք հենց հավանական համարում եք կոալիցիոն կառավարիչ, ճիշտ եմ ասում։ Այո, որը հակակշիռների զսպումների մեծ մեխանիզմ է տալ։ Ընտրություններով իշխանություն եկել է, բայց ընտրություններով իշխանություն չի գնացել Հայաստանում։ Եվ համոզված ենք, որ արդյունավետ համագործակցության եւ ընտրողների բարձր մասնակցության շնորհիվ մենք կարձանագրենք հաղթանակ։ Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է։ Խոստումների ու բոցաշունչ ճառերի պակաս չկա։ Փաշինյանի հանրահավաքային հռետորաբանությունը թե ընդդիմության քննադատությունը։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ում շանսերն են ավելի բարձր եւ արդյոք ընտրողների մեծամասնությունը կգնա տեղամասեր։ Ապրիլի երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Առաքելյան, մինչև ներս գալը Պուտինը հանկարծ խոսեց Հայաստանի ընտրության մասին։ ԵԱՏՄ թե Եվրամիություն ընտրության մասին։ Ինչու հիմա ինչ կար սրա տակ թաքնված, արդյոք Ռուսաստանը կտրուկ քայլերի է գնում։ Իրոք իրենք հավատում են, որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն եւ խզելու է կապերը։ Ինչ կար սրա տակ։ Ու Հայաստանի Եվրամիության հետ քաղաքական ակտիվացումը ավելի շատ PR տեսանկյունից պետք է դիտարկել, որտեղ փաստացի որևէ էական քայլ չի արվում ու չի արվելու եւ բացառապես այդ մի անհասկանալի օրենքը, որ ընդունել է ազգային ժողովը Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ, դա փաստացի ոչ մի բանի մասին է։ Իսկ ինչ վերաբերում է դեպի ԵԱՏՄ եւ Ռուսաստան հարաբերությունները տարեստարի խորանում են տնտեսական, այսինքն սա ընդհանրապես ներքին եւ նաեւ արտաքին քարոզչական գործընթացներ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բավականին ակտիվ խորացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ցավոք Արևմուտք Ռուսաստան քաղաքական հակամարտության ֆոնին Հայաստանը հակառուսական իր կեցվածքով միայն վնասում է հայ-ռուսական հարաբերություններին։ Այսինքն որևիցե օգուտ չկա եւ արդեն քանի տարի է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության պատճառով տեղի ունեցած քաղաքական այդ սրացումները Արևմուտքի եւ Ռուսաստանի Հայաստանը դարձել է այդ թաթերաբեմի մասնակից, որը անընդունելի է մեր նման փոքր երկրների համար եւ բնական է, որ Ռուսաստանի կողմից էլ ստանում է նույն հռետորաբանության պատասխան։ Բայց մեծ հաշվով գետնի վրա ես չեմ տեսնում կարճաժամկետ հատվածում Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթացի որևէ էական քայլերի ձեռնարկում եւ Հայաստանի իշխանությունն էլ դրանով չի պատրաստվում զբաղվել եւ դրա լավագույն պահը վերջերս տեղի ունեցած գագաթնաժողովը, եթե Հայաստանը դրա վերաբերյալ ցանկություն ունենալ, բնական է Եվրոպայի ղեկավարների ներկայությամբ ավելի լավ միջավայր, քան դրա մասին հայտարարել չկա։ Այսինքն սա բացառապես քարոզչական հնարքներ է Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի կողմից։ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի հետ բազմաթիվ նույն կառույցների անդամ եւ այդ տեսանկյունից այս փոխհրաձգությունները բացառապես քաղաքական բնույթի են։ Իրականության մեջ ես չեմ տեսնում, որ կարճաժամկետ հատվածում մենք ԵԱՏՄ-ն փոխարինելու ենք Եվրամիությունով։ Այսինքն գործնական բան երկու կողմից չսպասենք, այդպես դուս եկավ։ Չի, նախադրյալներ չկա, իհարկե երկու կառույցի անդամակցությունը միաժամանակ անհնար է նաև իրավական տնտեսական առումով, բայց ակնկալել, որ նույնիսկ ԵԱՏՄ-ն դնենք մի կողմ, էլի, ակնկալել, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրամիության անդամ, ոչ միայն քաղաքական, քանի որ Եվրամիությունը առաջին հերթին նաև տնտեսական կառույց է, առաջին փուլերը, ընդհանուր մաքսային միություն, տնտեսական չափանիշներ, ցավոք Հայաստանի տնտեսությունը Եվրամիության ստանդարտներից տասնամյակներով է հետ, այսինքն այստեղ մենք քաղաքական ցանկությունները չէ, եւ արևելյան Եվրոպայի երկրները, որոնք Հայաստանից բազմաթիվ անգամ տնտեսական առումով առաջ են նաև ստանդարտներով, Եվրամիության անդամակցության process-ը տևել է առնվազն 20-ից 30 տարի, հետեւաբար քաղաքական գործընթացները դնենք մի կողմ, տնտեսական
քայլերով այնպիսի իրավիճակում, որ գտնում է Հայաստանի տնտեսությունը, Հայաստանը Եվրամիության անդամակցությանը կարող է պատրաստ լինել ստանդարտներին համապատասխանելով իմ գնահատականով առնվազն 30-ից 40 տարի հետո։ Այս պարագայում մի փոքր ճշգրտում եմ, ձեր կարծիքով Պուտինի այդ հայտարարությունը հանկարծ այս փուլում անուղղակի չաջակցեց Փաշինյանին, տեսեք, հաշվի առնելով, որ հակառուսական հասարակության մեջ տրամադրությունների սերմանում այսպիսով նորից կնպաստի դրան, որ տեսեք ինչ կերպ արտահայտվեց մեր մասին, կարող են ծառայեցնել դրան։ Ու միանգամից արդյոք դա անուղղակի չհաստատեց, չվերահաստատեց իշխանության ընդդիմները, որ ընդդիմության հիմնական դերակատարները Մոսկվայից են կառավարվում։ Ես նախ հակառուսականության ծավալը ես վստահ եմ նաև հարցումներն դուք էլ կարող եք հավաստել, որ էականորեն նվազել է։ Իհարկե հայ-ռուսական հարաբերություններում կան լուրջ խնդիրներ, առավել ևս անվտանգային մասով, որը բնակչության մոտ տեղին մտահոգություններ է տվել։ Բայց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը նվազեցնում է հակառուսականը ինչու, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր խոսույթով Արցախը երբ որ մոռացության է տալիս, չէ՞, այսինքն նաև առավել ևս բերում է Հայաստանի, Ադրբեջանի միջև արդեն ամրացված կայացած խաղաղությունը։ Փաստացի Ռուսաստանի, երբ որ նայեք ինքը բռնում է Արցախի թեման դուրս է հանում հասարակությունից, Ռուսաստանի մեղավորությունն էլ հետն է դուրս հանում, այսինքն մարդկանց տանում է մոռացության Արցախի թեման, ինքը պնդում է, չէ՞, այսինքն ասում է Արցախը երբեք մերը չի եղել։ Բայց Արցախը մերը չի եղել, ռուսներին ինչ ենք մեղադրում։ Չէ՞, այսինքն ակնհայտ է, որ ռուս խաղապահները ունեն իրենց մեղքի բաժինը։ Հետևաբար, երբ որ ինքը Արցախը մոռացության է մատնում, հայ-ադրբեջանական հարաբերություններում սահմանային խնդիրների մասին չի խոսում, փաստացի նաև մաքրում է ռուսական մեղքը իր քաղաքական հռետորաբանությամբ եւ արդյունքում էականորեն նվազում է հակառուսականությունը նաև ժամանակի մեջ։ Մեղքը ճակերտավոր չեք ասում, չէ՞, ուներ կանում։ Իհարկե, եւ խաղապահների մասով, եւ սահմանի մասով, քանի որ անվտանգային առումով Ռուսաստանը իր պարտականությունները էականորեն չէր կատարել, իսկ ինչ վերաբերում է այսօր հակառուսականությունը, ինքը երկու տեսանկյունից նայեք, ակնհայտ է, որ եւ բիզնեսը եւ հասարակությունը տեսնում են Ռուսաստանի տնտեսության հետ էական կապը եւ կախվածությունը եւ այս մասով լարվածությունը կարող է էական ռիսկեր առաջացնել, որոնց կառավարումը Հայաստանի իշխանությունները չի ներկայացնում։ Հետևաբար ասել, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը միանշանակ բացասական է ընկալում, հասարակության մի հատված էլ պատրաստ չէ եւ չի ցանկանում այդ հարաբերությունների վատթարացում, որովհետեւ անվտանգությունից դուրս մնացած հատվածներով մենք էական խնդիրներ Ռուսաստանի կողմից չենք տեսել, չէ՞, եւ ԵՏՄ-ի շրջանակներում արտահանման մեծ հնարավորությունները մի բան եկեք անկեղծ լինենք, Հայաստանի ապրանքների գերակշիռ մասը ԵԱՏՄ-ի պահանջներից բարձր չէ եւ մենք համապատասխանում ենք, իհարկե կուզենանք ունենալ ապրանքներ, որը Եվրամիություն կարտահայտի, բայց թե Եվրամիությունը ասենց աջակցում է Հայաստանին։ Ինչու՞ չի բացում արտահանման մեր համար շուկա, որովհետեւ մեր ապրանքները ցավոք չեն համապատասխանում եւ կարելի ասել ԵԱՏՄ-ի այսօրվա իրավիճակը մեզ համար բավականին բարենպաստ է արտահանման տեսանկյունից։ Եվ ասել, որ այդ Ռուսաստանի ուղերձները միանշանակ բացասական են, այնպես չէ, հասարակության մի հատված ամենևին չի ցանկանում հայ-ռուսական առավել ևս տնտեսական հարաբերությունների վատթարացում։ Հիշատակեցիք Արցախի մասին, օրերս կրկնեց, հա, որ մերը չի եղել, չգիտեմ, ստեղ վատ ենք ապրել, որ այնտեղ բարձր թոշակ ու աշխատավարձ ստանան, եւ այսպես շարունակ են թոկի բանելի կիրառեց, որ չէ, ինչու է դեռ արդիական իրենց համար, չէ՞ որ մյուս կողմից ասում են որ փակել ենք, ավարտել ենք։ Ինչու է արդիական իշխանության համար այս թեման։ Զուգահեռ Ալիևը երեք շատ կոշտ վիրավորական էլի հայերին թշնամիներ անվանեց, մենք թշնամիներս մաքրեցինք մեր հողը, մենք ենք կանգնեցրել, մենք ենք խաղաղության գնացել պատերազմը կուզեինք կշարունակեինք, Հայաստանի թիկունքին կանգնած ուժերն էլ դա գիտեն, որ մենք ավելի իրենք ուժեղ են, պլյուս Հայաստանում էլ կան ուժեր, որոնք ատելություն ունեն Ադրբեջանի նկատմամբ։ Այ ինչի է իշխանությունը դեռ այդ թեման արդիական պահում։ Այդ ինչ միղված։ Եվ Ալիևը սա ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի Արցախի հանձնման մեղավորի անունը, հասարակությունն էլ գիտի։ Դա Նիկոլ Փաշինյանն է։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը փորձում է անընդհատ մի փուլ Արցախի կորուստը գցում է նախկինների վրա, ռուսների վրա։ Հիմա փորձում է ընդհանրապես այդ թեման ասել, որ երբեք չի եղել։ Այսինքն այս քաղաքականության հռետորաբանության միակ մոտիվացիան Նիկոլ Փաշինյանի կողմից իր վրայից այս մեղքը գցելն է։ Այսինքն ինքը կասում որ չի մարսի ի վերջո, որովհետև հասարակությունը ի վերջո լավ հասկանում է, չէ, ով էր մեղավոր։ Այսինքն նույն արցախցիները այստեղ են, Արցախի հատ հին անընդհատ մեղադրել, այդ լուսնի վրա տեղի ունեցած իրադարձություն չի կամ
հազարամյակներ առաջ տեղի ունեցած իրադարձությունն է, որտեղ բոլորս ականատես ենք եղել, շատ լավ տեսել ենք Հայաստանի վարած քաղաքականությունը, որ Հայաստանը չի կարողացել ապահովել արցախցիների անվտանգությունը, բանակցային գործընթացը ամբողջովին տապալել է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է, այսինքն իմաստը չկա անդրադառնալ, էլի, այդ որ ասում է Արցախ, նախ արցախցիներին պահել է ինչա նշանակում։ Մեր հայրենակիցներն են եղել եւ ասել, որ Հայաստանի բյուջեից ֆինանսավորում է գնացել, մեզանից կտրել ենք։ Այդ նույն տարածքին կարող ասենք Հայաստանի բյուջեից գնացել է Տավուշի կամ Գեղարքունիքի մարդկանց ենք թոշակ տվել։ Մի կարևոր արձանագրում էլ անդադ խեղաթյուրում են։ Արցախի տնտեսության մի զգալի հատվածը ինտեգրված էր Հայաստանին այնպես, որ այդ հարկերը օրինակ Արցախը առանձին մաքսային սահման չուներ։ Այսինքն որ Արցախ ապրանք էր ներմուծում, ինքը այդ ներմուծումը գալիս էր Հայաստանով, այսինքն Արցախը չէր կարողանում պայմանական ասած Ռուսաստանից կամ ասենք Վրաստանից ապրանք ներմուծել։ Ու երբ որ Հայաստանով այդ ապրանքը ներմուծվում էր, Հայաստանի մաքսային բյուջե էր մուտքագրվում։ Բազմաթիվ, ասենք, հատվածներով եւ Արցախի բյուջեի այն չափը, որը Հայաստանի կողմից տրամադրվում էր, ինքը հաշվարկված էր մոտավորապես այն ծավալով, ինչը այսպես կոչված, որ Արցախը կորցնում էր հարկերի տեսքով, որը ստանում էր Հայաստանը։ Էլ չասած բազմաթիվ անուղակի այնտեղ տնտեսական, այսինքն Արցախի բնակիչները, որ սպառման մի մասը իրականացնում էին Հայաստանում, այսինքն եթե մենք խորհրդային վերլուծություն անեինք Արցախի տնտեսության վիճակը, ակնհայտ է, որ Արցախի տրամադրվող ֆինանսավորման չափով որոշ տարիներին երբեմն ավելի հետ էր գալիս։ Իհարկե խոսքը վերջի տարիների մասին չէ։ Վերջի տարիներին, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ յուրաքանչյուր տարի տրամադրվում էր 144 միլիարդ։ Բայց այստեղ էլ մի կարևոր ներբծում կա, այսինքն այդ ժամանակ, երբ որ աշխատում է որպես սոցիալնախարար, կային բազմաթիվ խնդիրներ, որոնք հետպատերազմյան խնդիրների կարգավորման մասին էին, մասնավորապես բնակարանային շինարարություն, ենթակառուցվածքներ եւ այլն։ Եվ այդ ավել մասը, որը որ տրամադրվում էր Արցախի կառավարության այն ժամանակ 56 միլիարդ էր, հետո 144 միլիարդ, այսինքն այդ ավել մասը մոտ 90 միլիարդը որ տրամադրում էր, դա ուղղվում էր բացառապես հետպատերազմյան խնդիրների կարգավորմանը, որ առաջացել էր 20 տնից հետո։ Այո, Հայաստանի սկզբնական փուլում կար դիրքորոշում, որ դա պետք է իրականացնի Հայաստանի կառավարությունը ուղղակիորեն Հայաստանի բյուջեից, հետո Արցախի բյուջեն այդտեղ ընդամենը մի հատ օղակ էր, որ իրականացվում էր։ Էլ չասած, որ այդ բյուջեի մի զգալի մասը Հայաստանի կառավարության կողմից Արցախում վարկային պարտավորությունների մարման, այսինքն Արցախում բազմաթիվ ընկերություններ վարկային բիզնես էին արել Հայաստանի բանկերից վարկեր էին վերցրել, որ այդ վարկերի մարումները Հայաստանի կառավարությունը վերցրեց իր վրա, ուղղված բանկերին, այսինքն փաստացի այդ ընկերությունները քանի որ չէին աշխատում, Հայաստանի կառավարությունը որոշեց փոխհատուցել այդ վնասները ու այդ 144 միլիարդից տարեկան մոտավորապես տարբեր տարիներ մոտավորապես միջև 30-ից 50 միլիարդ դրամ հետ էր գալիս Հայաստանի բանկեր։ Այսինքն իրականում որ Նիկոլ Փաշինյանը ասում է, հիմա չասենք անարժեք, բայց արդեն անեական է այս ամեն ինչը խոսելի, վերջո Արցախը հետ չես բերի, բայց չի կարելի դնել անդադ խեղաթյուրել, թե այդ միլիարդները տրամադրվել է արցախցիներին, ասում եմ այդ միլիարդների մեծ մասը, ասում եմ մոտավորապես 30%-ի չափ ամեն տարի նույնիսկ այս վերջի տարիներին հետ էր գալիս այդ վարկերի մարմանը։ Այսինքն կարող ենք պնդել մի նախադասություն, որ առնվազն մինչև գոնե 20 թիվ մինչև պատերազմ այն ինչ որ Հայաստանը տալիս էր, դա նաև մեծամասամբ հետ էր գալիս, հա, Արցախը ճակերտավոր աշխատում էր իրեն տված փողը։ Այո, տնտեսության առումով հետ էր գալիս։ Իհարկե, այն որ Արցախում նույն պետական աշխատողները մի փոքր ավելի բարձր են վարձատրվում, ակնհայտ է։ Ինքը բավականին ռիսկային գոտի էր եւ յուրաքանչյուր ոք, որ այնտեղ բնակվում էր, պետք է ունենար որոշակի ավել մոտիվացիա նաեւ սոցիալական ապահովության մասին։ Հիմա նույն տրամաբանությամբ Հայաստանի սահմանամերձ գյուղերում, որը միշտ եղել է տասնամյակներով, միջև հիմա էլ կա արտոնություն է, չէ՞։ Հիմա նույնտեղ կարող ենք ասել, օրինակ ինչի է սահմանամերձ գյուղերում գույքը կառավարությունը փոխհատուցում, իսկ Երևանում չի փոխհատուցում։ Այսինքն այդ նույն տրամաբանությունը հիմա տարածենք այդտեղ բնակվող մարդկանց վրա, որովհետեւ այդ մարդիկ ապրում են սահմանից, ասենք 3-4 կիլոմետր այսքան լավագույն դեպքում։ Քարոզարշավը մեկնարկել է։ Ընթացքը եթե նայեք, այս բան ինչպես կգնահատեք, բառապաշար, մթնոլորտ, վերաբերմունքը իշխանության ու ընդդիմության հիմնական դերակատարների նկատմամբ տեսնում եք, հետևում եք։ Ցավ եմ արձանագրում, որ Նիկոլ Փաշինյանը, որը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը,
ընդդիմության հետ բանավեճը իջեցրել են ու կենցաղայինից էլ ցածր մակարդակ է, իսկ այս մարդը ասելիք չունի։ Խոսում է ինչ որ բառերը սխալ արտասանելու մասին, այսինքն ընդդիմության քննադատությունը այն է, որ ինչ որ մեկը, ասենք ինչ որ բառ վատ է արտասանում, որը իր մոտ էլ է ստացվում, հա, նույն խնդիրը կամ լավ որ տենց ճարտար խոսում է, բայց ասենք այդ ճարտար խոսելով Արցախը համարում է որն է լավ, մարդը սխալ ինչ որ բառ արտասանի, թե վարժ ասի, որ Արցախը Ադրբեջան է։ Հետևաբար ասելիք չունի Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիրներին ասելիք չունի, անընդհատ նույն խոսույթը, նախկինների խոսույթը, հիմա քանի որ ուժեղ Հայաստան դաշինքն է, որպես ընդդիմության առաջատար էլ նախկինների պիտակը այս պարագայում այլևս չի աշխատում, որ այս 8 տարի խոսում էր, այն Թալանի դե կապում են ինչ որ չէ, բայց այն ուղիղ չեն ասում, այսինքն Քոչյանի համար է աշխատումն են կապում։ Ուժեղ Հայաստան դաշինքին չեն կարողանում մեղադրել, որ այդտեղ թալանչիներ են, ապօրինի գույք ունեն, այդ խոսույթն էլ չկա, հետևաբար սկսում են խոսել ինչ որ բաներ, որոնք ունեն 0 ազդեցություն, ես վստահ եմ, որ ընտրողներն դա լավ հասկանում են, այսինքն Նիկոլ Փաշինյանը եւ ընդդիմությանը քննադատելու բովանդակային ասելիք չունի եւ նաեւ հանրությանը ասելիք չունի։ Բայց կապանի օրինակ կապանի վերջինը բոցաշունչ իր հանրահավաքային, հա, ինքը մտել է իր ոճի հետ հանրահավաքի, կարող ենք ասել, որ հանրահավաքների վարպետ է անցկացնելու, այդ իմաստով ընդդիմություն չի կարող խրետել այդ, հա, դա այդ չի ազդում այդ նու էներգետիկա ասեմ, ինչ ասեմ, այդ իր խոսելա ձևը, հա, ինչ գիտեք։ Դեք ինչ, հիմա Նիկոլ Փաշինյանը ունի որոշակի ընտրազանգված։ Ինչ որ մարդիկ ընտրում են Նիկոլ Փաշինյանին։ Օբյեկտիվ, սուբյեկտիվ, անհատական պատճառներով ընդունենք իգիտություն, բոլորն էլ մեր հայրենակիցներն են։ Հիմա այն ինչ որ տեխնոլոգիաներ կիրառում է, դա ես վստահ եմ, որ ավելի շատ անում է իր ընտրազանգվածին պահելու համար, որովհետև մենք էլ գյուղերով էս վերջերս էլ նաև Սյունիքում ենք եղել, հասարակության ճնշող մեծամասնությունը դժգոհ է։ Ընդ որում դժգոհությունը ոչ միայն անվտանգային է կամ տնտեսական է, այլ դժգոհությունը պայմանավորված է նաև նրանով, որ ասում են Նիկոլ Փաշինյանը այսքան տարիներով մեզ խաբեց։ Այսինքն բազմաթիվ խոստումներ, ոչ միայն անվտանգային, ու որ խոսում է այսօր գնացել էր Կապան, այսօր էլ նաև գրառում էին այդ Կապանի բնակչությունը Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք 22%-ով նվազել է։ Բայց թե ամեն ինչ լավ է, որ տենց խոսում է Կապան գնացել է, այսքան գործ է կարել, բայց մարդիկ ինչի են դուրս գալի Կապանից, Գորիսից, այսինքն Սյունիքի բնակչությունը Նիկոլ Փաշինյանի օրոք նվազել է 20,000-ով։ 20,000-ը դա Գորիսի բնակչությունն է։ Կապան, Գորիս, Մեղրի, Ագարակ, Քաջարան, Սիսիան բոլոր քաղաքների բնակչությունը նվազել է։ Եթե այդքան գործ եք անում, այդ ամեն ինչ լավ է, բայց մարդիկ, այսպես ասած, հիմար են, իրենց վատն են ուզում, թողել են իրենց տները, իրենց լավ քաղաքը, որտեղ զարգացող քաղաքները թողել են արտագաղթել, որովհետև որ 20,000 ասում եմ, այստեղ չենք հաշվել, որ առնվազն մի 5,000 արցախցի է Սյունիքում ապրում, այսինքն դա էլ բռնի տեղանման, այսինքն ավելի շատ է իրականում նվազել։ Հետևաբար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր առումներով տապալել է կառավարումը, ոչ միայն անվտանգային, տնտեսական, սոցիալական, իսկ մարդկանց բոլոր խոստումները 21 թվականի չեն կատարվել։ Այսինքն ընդդիմությունը հավաքական է, նկատի ունեմ անցողիկ շեմը պոտենցիալ հաղթահարողները հիմա ավելի շատ շանս ունեն եւ ինչը կխանգարի այդ հնարավոր հավաքական հաղթանակին։ Մեր շփումները հանրության հետ խոսում այն մասին, այո, որ շատ քիչ հատված է, ովքեր ձայն կտան քաղաքացիական պայմանագրին եւ նաեւ ընդդիմության մասով էլ հիշում եք բազմիցս քննարկում ենք ամիսներ առաջ ընդդիմության լայն միավորման մասին։ Իհարկե դա լավ կլիներ, բայց մյուս կողմից էլ հանրությունն էլ են, որ ասում են, բա լավ Նիկոլ Փաշինյանը չլինի, ում ընտրենք։ Հիմա ընդդիմության դաշտում կան տեխնացուներ։ Իհարկե մենք համագործակցում ենք, համատեղ գնում ենք ուժեղ Հայաստանի հետ համատեղ, բայց նույնիսկ եթե ընդդիմության դաշտում ինչ որ մարդիկ չեն ընտրում ուժեղ Հայաստանի, ունեն ընտրություն։ Այսինքն կան քաղաքական ուժեր, որոնք ունեն պոտենցիալ բավականին մեծ ձայն հավաքելու Եվ այդ տեսանկյունից, այո, մենք տեսնում ենք, որ հասարակությունը այս անգամ տալով իր ձայնը ընդդիմադիր ուժերին հնարավորություն կունենա ձևավորել կոալիցիոն կառավարություն, ընդ որում բազմիցս սրա մասին ենք խոսել, սա նույնպես շատ արդյունավետ է, որովհետև անկախ նրանից չէ, որ խոսում են, այ գնալու են միանան, այդ միանալը ինքը միայն վարչապետի մասին չէ։ Տեսեք, խորհրդարանական կառավարման մոդելում, երբ որ մենք կունենանք կոալիցիոն կառավարության կազմում 3, 4, 5, ինչքան որ ժողովուրդը կորոշի քաղաքական ուժեր, արդյունքում
կստացվի, որ վարչապետը կամ կառավարությունը խորհրդարանում չի ունենում ամբողջական մեծամասնություն, ինչ որ հիմա է։ Կներեք, դուք հենց հավանական համարում եք կոալիցիոն կառավարություն, ճիշտ եմ ասում ես։ Որը հակակշիռների զսպումների մեծ մեխանիզմ է տալիս։ Այսինքն այսօրվա պես չի, որ վարչապետը ազգային ժողովին ոնց ասում է, քվեարկում են։ Այսինքն մենք ունենում ենք խորհրդարան, որտեղ կան 3-4 ուժեր, բայց վարչապետը այդ ուժերից միայն մեկի ներկայացուցիչն է, այսինքն մնացածը չեն ենթարկվելու, որը մենք համարում ենք բավականին արդյունավետ։ Այդ խորհրդարանական կառավարումը հենց դա է, որ ոչ թե խորհրդարանը կախված լինի վարչապետից ոնց հիմա, այլ հակառակը, այսինքն խորհրդարանական ուժերը ունենալով միավորման արդյունքում մեծամասնություն կարողանալու են ազդել կառավարության գործունեության վրա։ Այսինքն դա հավանական նաև տարբերակն է հաղթանակ։ Դուք կարծում եք, որ միանձնյա որևէ ընդդիմադիրի չի։ Այսօրվա եւ հարցումները եւ այսօրվա հանրության այդ տրամադրվածությունը խոսում են մասին, որ որևիցե ուժ միաձայն 50%-ից ավել չի հավաքի։ Ընդ որում ես կարծում եմ արդեն անցել ենք, որովհետեւ այդ 50%-ից ավել հավաքելը մեն այդ հեղափոխական միջավայրում է լինում, էլի, որտեղ այս հանգիստ ընտրական միջավայրում շատ դժվար է, որ որևիցե մի ուժ այսօրվա այս բաց հասարակության մեջ, ինֆորմացիոն ազատության մեջ հնարավորություն ունենա միաձայն հաղթելու։ Իսկ հնարավոր է իշխանափոխություն միայն սոսկ ընտրություններով, առանց փողոցային պայքարի կամ այդ փողոցային պայքարի օգնության։ Ինչ եք կարծում։ Ну մենք բազմիցս նշել ենք, որ ընտրություններով այո հնարավոր է, նաև անհրաժեշտ է։ Հայաստանում երբեք ընտրություններով իշխանափոխություն չի եղել։ Եվ սա նաև շատ կարևոր նախադեպ է պետության զարգացման, ժողովրդավարության համար, որովհետև այո, ընտրություններով իշխանություն եկել է, բայց ընտրություններով իշխանություն չի գնացել Հայաստանում, եւ ժողովրդավարությունը ընտրություններով իշխանության գալը չէ, այլ գնալն է, եւ մենք շատ կարևոր ենք համարում ընտրություններով իշխանափոխությունը։ Այս իշխանությունների բaragայում այն, որ այս իշխանությունը արդեն սկսել է, հա, եւ ճնշումներ, եւ վարչական ռեսուրսի կիրառում, բայց մի բան ֆիքսենք, դա սահմանափակ է։ Այսինքն չի կարող իշխանությունը, որովհետև եթե այսօր խոսում են իշխանության վարկանիշի մասին, եթե չլիներ այս ճնշումները, վարչական ռեսուրսի կիրառումը եւ այլն, եւ քարոզչական, եւ տեղերում, եւ ընդդիմադիրների նկատմամբ, այս իշխանությունը սկի կարող 10% չհավաքել։ Հետեւաբար, երբ որ մենք ասում ենք ընդդիմությունը կհաղթի, հաշվի ենք առնում դա, որ հա ենթադրենք այդ կարող է 10-15% էլ վարչական ռեսուրսի հաշվի, ինքը սահմանափակ է։ Եվ նաեւ վստահ եմ, որ ընդդիմադիր ուժերն էլ, մեր գործընկերներն էլ ընտրական process-ների վերահսկման մասով արդյունավետ կհամագործակցեն, կաշխատեն, եւ ընտրողի ձայնը վերջում կարձանագրվի, մենք որպես կուսակցություն, որը թիմ ընտրություններին մասնակցել է եւ ԿՊ-ին հաղթել է, այսպես ասած հաղթանակը պահելու եւ արձանագրելու փորձ ունենք, անկախ նրանից հիմա մեծ ընտրություն է, փոքր ընտրությունը պահել ավելի դժվար է, որտեղ ամբողջ ռեսուրսը իշխանությունը կոորդինացնում են ընդամենը մեկ համայնքում, հիմա շատ դժվար է լինելու, եկեք սա էլ նայենք, իշխանությունը չունի այնպիսի ռեսուրս, վարչական, ուժային, իրավական, որ մեկ օրում ամբողջ Հայաստանում կարող է կիրառել։ Եկեք հիշենք, չէ՞, ինչ էր տեղը, մի համայնքում մի խնդիր էր առաջանում, ընդդիմադիրներին ճնշելու, ամբողջ ուժային համակարգը ոստիկանության ղեկավարությամբ հայտնվում էր այնտեղ։ Հիմա մոտ 60 համայնքում է այդպիսի ընտրություն նույն պահին, նույն օրը։ Հետևաբար իշխանության վարչական ռեսուրսները շատ դժվար է լինելու հունիսի 7-ին ամբողջ Հայաստանում կիրառել։ Եվ մենք համոզված ենք, որ արդյունավետ համագործակցության եւ ընտրողների բարձր մասնակցության շնորհիվ մենք կարձանագրենք հաղթանակ։ Իդեպ ակնկալում եք այդ որքան է ձեր կանխատեսմամբ կգնան եւ դա կարեւոր է թե ինչքանով է կարեւոր։ Իհարկե կարեւոր է, որովհետեւ ընտրությունների մասնակցությունն է նաեւ որոշում երկրի ճակատագիրը, անկախ նրանից ինչ արդյունք է արձանագրվում։ Քաղաքացին պետք է գիտակցի, որ այդ իր 5 րոպեա գործողությունը ապահովելու է 5 տարվա ճակատագիրը եւ չգնալ ընտրության, դա նշանակում է հարմարվել այսօրվա իրավիճակին։ Հարմարվել այսօրվա իրավիճակին նշանակում է ընդունել իշխանությանը, այսինքն անուղղակի ընտրել իշխանությանը, այսինքն այն մարդիկ, ովքեր չեն գնալու ընտրության, պետք է իրենք գիտակցեն, որ ընտրում են իշխանությանը, այսինքն համարեն, որ իրենց չգնալն էլ է քաղաքացիական պայմանագրի շատ գնալու դեպքում ընդդիմությանն է դա օգուտ, հա, ճիշտ եմ հասկանում, իշխանափոխությունը մոտեցնում է շատ մասնակցությունը։ Ընդդիմադիր մարդիկ գնում են ընտրության, որ իշխանության ընտրողները գնում են ընտրության եւ հիմա շատ կարևոր է մարդիկ, ովքեր իշխանությունից դժգոհ են, այո, ցավոք հասարակության մի հատվածը բոլորից է դժգոհ։ Հիասթափված է քաղաքական գործընթացներից։ Բայց պետք է հասկանանք, որ լավագույնը, կատարյալը դժվար է գտնել։ Հիմա ընդդիմադիր դաշտում ուժերը ունեն թերություններ, քաղաքացին կարող է ունենալ վերապահում մեր հանդեպ, իհարկե կարող է ունենալ, բայց եկեք մի բան պատկերացնենք, որ դուք օրինակ գնում եք բժշկի,
չենք սպասում, չէ, աշխարհի ամենակատարյալ բժշկին։ Այդ պայն ունենք բժշկի կարիք, ընտրում ենք հնարավոր լավագույն բժշկին, որը կարողանա մեր խնդիրը հնարավորինս կարգավորել կամ տանը վերանորոգում ենք անում։ Այդ ժամանակ ընտրում ենք հնարավոր ինչ-որ մեկին։ Ընտրել եղածի մեջից։ Հիմա էլ ես կոչ սուղում եմ քաղաքացիներին։ Արդյոք արդարացի է ձեր դժգոհությունը, ձեր վերապահումը ամբողջ քաղաքական դաշտից։ Այո, բայց այս ընտրությունը կա ու լինելու է։ Հայաստանը միշտ ունենալու է, ունեցել է իշխանություն։ Հայաստանը միշտ ունենում է երկրի ղեկավար, ունենում է падգամավորներ։ Հետևաբար այդ դժգոհությունը այնպես չէ, որ եթե չենք գնում ընտրության, իշխանություն չի ձևավորվում։ Դրա համար չընտրելով, չգնալով ընտրության, մնում է վատագույնը։ Պետք է գնալ եւ ընտրություն կատարել եւ այս ընտրությունն հնարավորություն է տալիս այդ ընդդիմադիր ուժերից, բայց շատ կարևոր է նաեւ չնայած վստահ եմ, որ հասարակությունը լավ գիտի ովքեր են իրական ընդդիմադիրները, ովքեր շանս ունեն իշխանապողության, գնալ ընտրության եւ ընտրությունների միջոցով իրականացնել իշխանապողություն։ Վերջին հարցը հունիսի 7-ի մասին եք ասում, բայց մինչ այդ այս ամբողջ գրեթե ամենօրյա պարբերականությամբ ենթադրյալ ընտրակաշառքի թեմաներ կան, քրեական վարույթներ են հարուցվում ու մեկ ուժի նկատմամբ, որի հետ դուք էլ աշխատում եք, համագործակցում եք։ Սա մտավախություն չի ստեղծում, որ սա կուտակվում է պաշար մի որևէ X պահի կուսակցությանը համասնակցությունը արգելափակելու, թե չեն գնա դրան։ Միանշանակ անընդունելի է ընտրակաշառքի կամ ընտրական գործընթացների որևէ խախտում, եւ եթե կան անձինք, ովքեր ընտրական օրենսգրքի խախտումով գործընթացների մեջ են ներգրաված, օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատժվեն, ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար, ընդ որում նաեւ իշխանությունն էլ իր պարտականություններն ունի անելու։ Արկա միջադեպերի վերաբերյալ զերծ կմնան որևէ գնահատական տալու, որովհետեւ տարբեր վարկածներ կան, շատ հաճախ այդ կաշառքի գործընթացը միանշանակ չէ, որովհետեւ տարբեր հիմա կան թիմերում, բոլոր թիմերում ընդ որում ներգրաված մարդիկ, ովքեր գրանցված աշխատավարձ են ստանում, ներգրաված են գործընթացների մեջ, հետեւաբար դա կաշառք չէ, եւ մյուս կողմից այո, իշխանությունը սենց ընտրանքային կամ տենց ինչ-որ կտրված ձայնագրություններով փորձում է նաեւ ինչ-որ process գեներացնել։ Ես չեմ կարծում, որ այս process-ը տենց կգնա, որովհետեւ այդ 1-2 process-ը, որոնց վերաբերյալ էլ դեռ վերջնական որևիցե ապացույց չկա, մեծ ծավալների կհասնի, այսինքն եթե նայում ենք ընդամենը 1-2-3 միջադեպ է եղել, ուղղակի իշխանությունը իր ոճի մեջ կարողանում է մեդիա տերորով դա ամբողջ հասարակությանը ներկայացնել, բայց ես օրինակ կոչ կանեմ նաև իշխանություններին հրապարակել, օրինակ իրենց պաշտոնյաների եւ իրենց ենթակաների, օրինակ իրենց համայնքի ղեկավարները կամ իրենց մարզպետները, այսինքն գյուղապետերի կամ աշխատակիցների հետ ինչ խոսակցություն են ունենում կամ երբ որ ճնշումներ են գործադրում դպրոցի տնօրենների, ուսուցիչների, համայնքային աշխատողների, որոնց մասին բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, այսինքն սա ավելի անընդունելի է, երբ ճնշում են մարդկանց վարչական ռեսուրսի կիրառմամբ եւ այս process-ի մեջ ներգրավենք նույն ընդդիմության հանդիպումներին, հանրահավաքներին գնալուց հետո միանգամից սկսած իրավապահ մարմիններից սկսում են այդ մարդկանց հետ այսպես կոչված բացատրական աշխատանքներ տանել, հետեւաբար եթե տենց ընդդիմությունը թափանցիկ է աշխատում, ես առաջարկում եմ այդ ձայնագրություններն ու խոսակցություններն էլ հրապարակենք, տեսնենք հիմա ով է օրենք խախտում իրականում։ Այսինքն դուք իշխանությանից գործողությունների մեջ միտում չեք տեսնում հետո անելու այն ինչի մասին ես հասցրեցի։ Չէ, այս պահին տենց մտավախություն չկա, էլ եմ ասում, հիմա կարող է ինչ-որ դրվագներում իրոք եթե կա այլ օրենքի խախտում անընդունելի է, անկախ նրանից ովքեր են, բայց ես վստահեցնում եմ, որ ուժեղ Հայաստանի կողմից նման գործընթաց չկա, հիմա մեծ ընտրություն է, ամբողջ երկրով մեկ, թիմում ներգրաված են բազմաթիվ կամավորներ, ընտրական process-ներում յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածությունը միշտ բաց է եւ շատ հաճախ նաեւ ներգրաված են հենց իշխանության կողմից ներդրված անձինք, որ ես չեմ բացառում, որ այդ խոսակցությունները հենց ձայնագրվում են այդ մարդկանց կողմից, այսինքն մարդիկ ներկանալով որպես համակիր կարող է զանգեն, հիմա մարդը գալիս է, չես կարող դնել այս արագության մեջ ստուգես, վերահսկես, չէ, այդ մարդուն հասկանաս ով է, որ հայտնվի թիմում։ Մարդը գալիս է ներգրավում, 1-2 օր հետո մի հատ բաց կապով զանգում է, ինչ որ մի հատ հարցով խոսակցությունը։ Հիմա հնարավոր է նաև թիմակիցների մի մասն էլ անփորձ է այդ գործընթացների մեջ, հիմա կարող զանգում են, իրենք էլ ձայնագրում են, ոչ էլ ուժային կառույցներն են ձայնագրում այդ խոսակցությունները։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ շնորհակալ։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր ապրիլի 2 կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութ է դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք